Կերամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կերամա Մարացի։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Սերիալում նկարահանվեմ, կթողնես պապ։ Ուզում ես նաև տելևիզորով քեզ նայենք հիանանք, հա։ Էդ էլ մնում ընկերներս նայեն տելևիզորով տենան մխոյի քվորնյակի ինչ-որ թայդրոն է հղում։ Պապ։ Պապ։ Մենք չենք ուզում, որ մեր քվորնյակը իրեն ասի պապ։ Բա ինչ ասի։ Ողասի ձյադ։ Մացել ես այսօր Վարուժն ու Ռշտունը մեր զորամասում երկելու են։ Նայ ես այդ Վալերին ինչ եմ անել, սատ կստելու եմ։ Գնացել է հրամանատարի մոտ պայմանավորվել որ գնանք երկենք։ Բշտիկյան, հիմա մի տեղ կգա քո մոտ։ Կտանես դահլիճը ցույց կտաս։ Ուզում եմ փսակվել։ Բայց չտեսնենք ով ալա։ Ուր ես բերում ես տուն, հա։ Դուսկի քո շալվարը չես կարող բացես։ Դու բականիկ պահով ես։ Ես անընդհատ մտածում էի այդ ողբերգության մասին, բայց հացերում էի չէի մտածում դրա մասին, ինձ ցերում էի մտքիցս անընդհատ, բայց մի օր եկավ կպավ։ Բեմի վրա բացի ինձանից մարդ կար, ես էի երգում։ Պարզա որ ասածդ ինձ էր վերաբերվում։ Քեզ ասում եմ ապացուցի Վարուժ։ Եթե հանգարց չկարացար ապացուցես որ քեզ եմ նկատի ունեցե, սաղ քո ասածը քո դեմա ֆռալու։ Դու ապացուցի որ դու ինձ նկատի չես ունեցել։ Վարուժն արամ ուր գնաց, ինք պահեսների մոտ։ Դա ինչ ապացուցես ուզում ինձանից։ Բա տենում ես Վարուժ որ ոչ մի ապացուցե չունես։ Հələ հանգստացեք երկուսն։ Всё, թարգի։ Համեգից հետո խոսք։ Գելե դու մդին ես եմ իդոնք քիչշտի։ Ախպեր տրամադրություն չունեմ ես երկել։ Այ ամոթ է մդին ես հաշվեմ մեզի մարգի երկես, քելե։ Արի։ Մի հատ մդին ես նայ այդ Արամի կողքով են ստաձերը սատող դուս կան։ Եղա մինաժան։ Դու ես եղա Արամի կողքը։ Հա։ Բայց մս կողմը ով ա եղել։ Արամի ինգերը, այն մհերը առաջի վաշտի։ Դու լսել ես որ այդ Արամը Վարուժի երկելուց հետո ինչ որ բանես է։ Հա։ Ինչ ես է։ Ասես թույն կլներ մի հատ է պարեր։ Վարուժինա չէի նկատի ունեցել։ Հա, դրանից առաջ ասես Վարուժը լրիվ հիպի է դառը։ Դիգում ես է։ Իր անգերոջը։ Նա ապիս գնա։ Ապե թողենք Վարուժեն գնան, նոր հետո մենք դրա հարցերը կլուծենք։ Սա եկա մարտիկ ծամոտ չեք ենեն։ Մարտիկ եկել են ցեզի մարգի երկես պես շնորհակալություն կայտնեք։ Հասկացա ես, դու ինչ ես անում ստեր։ Յո, բա դու ինչ ես անում։ Վարդանի մոտ եմ եկել։ Վարդանը կերել ամեզի ապեր։ Ոչ մեկի չի ընդունում արա, նոր կորյամ դուս եկավ ասես թող գնա։ Ոտս կողեմ գցում բան եմ անում ասում, մեկ էլ տեսար մի ամի դուս եկավ, խոսամ հետ էլի շատ նիման։ Գործի պահով։ Հապեր, գործ չկա անտարապես, պրծել է գործ։ Դաժե մենք, որ մենք ենք, մեզ կրճատման տակ է գցել։ Դուրջ ես ասում։ Բա հապեր։ Իե, ես տաքսի ես քշում։ Հա, տաքսի է։ Մարդը Lexus ունենա տաքսու տակ քշի այման։ Արա, դες զահրամանը գիտես բանկով է, էլի հապարիկա։ Մի բան պետք է անեմ, ու սրա փողերը տամ թե չէ։
Այ քեզի բան ծախի տար փողը տուր։ Բա Լեքսուս չքշեմ արա։ Ոյ, դու հացի փող չունես, Լեքսուս ես քշու։ Արա ինչ խոսել է արա։ Ես գնում եմ ներս դու ստեղի որ դուրս գամ տանես տուր։ Հետ էր պակաս, գնա։ Այ մարդ փողը կտամ։ Վերջում էլ որպես ծանոթ 200 դրամ կտամ որպես թեյավճար, էլի։ Կգնաս քո համար թեյ կխմես, ինչ վատա որ։ Այդ ագնաս դիսարա։ Papi John, football season. Կարելի է Վարդան Զավենիչ։ Վարդան Զավենիչ։ Քնած էիք։ Ինչ ես եկել, համբարձվում։ Թե գիտեմ ես, որ դրա ժամանակը չէ, բայց ասի կամ տենամ, ասենք ձեր մոտ ուրիշ գործ կա, ասենք թեկոս երշիկի արտադրամասում կամ այնտեղ ես իմ։ Ես էլ ոչինչ չունեմ։ Ոչինչ։ Հիմա դու դուրս ես գալիս, որ ես տան ճամփեն մոռանում։ Բայց ես ուզում եմ ձեր հետ մնամ, Վարդան Զավենիչ։ Ասում եմ ոչինչ չունեմ, համբարձիչ։ Երշիկի արտադրամասն էլ իմը չի։ Բա՞ումն է։ Էս սենյակում ինձանից բացի էլ ոչ մեկը չշնչի։ Կասի։ Ես չեմ էլ շնչում։ Կորիր, համբարձություն, անետասիր, չքվիր, գնա։ Տղեկ ջան, եւս մեկ անգամ ասում եմ ձեզ շնորհակալություն։ Ես իսկապես չէի սպասում նման բան։ Մեզ ահագին ուրախացրեցիք։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Իհարկե, պարոն Բաղդասարյան։ Անպայման։ Այդ հարցերի վրա, պարոն Բաղդասարյան, ես կկազմակերպեմ։ Տղեկ ջան, բա մի հատ մերսի չեք ասում։ Վարուշ թոմնա հետո։ Ինչ է հետո, մեռնեմ ձեր սրտին։ Ես քո հետ հետո կխոսեմ։ Ինչ որ բան ա եղել, ինչ չեք ասում։ Թույն դինամիկներ էին, միկրոֆոնը վատը չէր, դալիճը լիքներ, հրանատարից է գովաբանություններ ստացակ, էլ ինչ է դուրները չի եկել։ Աստատ մի բան ալ ինչ չեն ասում։ Բանը հետ նրանք անչիկ թողա էլ եմ։
Հապեր էլի վայք ու կարծիքովը չեմ կրնա իր այդ խոսա, դու գործ չունիս։ Չէ, ախպեր, ես միջև դրան չսատկստեմ չեմ հետ հարուստից։ Մեռնեմ ձեր սրտին, կարամ մի բան ես ասեմ։ Սա ցավը ծանում, սա։ Ախպեր, ես եմ իրանց պրոդյուսերը, ճիշտ կլինի, որ ես խոսամ էլ այդ տղու հետ։ Ես քո ջանիդ մեռնի։ Դու вообще մի խոսա, հա։ Դա։ Բայց խես չորում այ ախպեր։ Որովհետև առասպեր իմանալու համերգ ես դե կազմակերպում, ես իմ ինչ ես անում։ Վարուս ջան, չի կարելի այդ ճանելը, նա ով է պրոդյուսերն է։ Հələ նամ սա պրոդյուսեր։ Ախպերը սաունդի իշխեր։ Վալերի։ Հենց Վալերի։ Հա, մերս Վալերի Լյոնցևի ֆանատն ա եղել, ոնց որ տենց անունս Վալերիա դրել։ Դե բարձա որտեղից է գալի ֆանատիզմը։ Դե ախպեր ջան, ասենք ամեն մեկն էլ ինչ-որ մի հատ երգիչի դերասանի ընդունում տեղ ա տալու, չէ՞ իր հոգու խորքում։ Հիմա ես էլ տղեկին եմ տեղ տվել, տենց ոնց որ չեմ ուզում կորեն, էլի ամեն ինչ անում եմ, որ իրանց ռեյտինգը բարձր պահեն։ Քեֆս բերես ծես մարդը, ծնպես կուզեմ այստեղ այդ քիչ շեփին։ Ախպորպես դուսը կսպասեք, հիմի կուկամ։ Ախպեր, դե մի անգամից գնանք, էլի վաղը ազատ գործ կա, քելեք հաջողանեն գնանք։ Ա 10 րոպե երկու բառ խոսամ ու կուկամ կերտանք։ Քելեք րոպե։ Ապչան Վալերի չես իր։ Ահ։ Վալերիկ ջանիկ, սենք կրնաս ըմբես ենես որ այդ համերգները քիչ շատ կազմակերպես։ Հեսա մի շաբաթից էլի գալու ենք։ Դու ինչ խոսա, արդեն կամանձիր հետ խոսացել ես։ Հա բա ոնց։ Ես քո ջանին ներնի։ Յա, եկաք երեխեք ջան։ Դե եկեք հələ տեսնեմ լը ինչ արեցիք, նկարվեցիք, չնկարվեցիք, նստեք հələ, մեռնեմ ձեր ջանին։ Այս սենց երեք էլի։ Դե հիմի պատմի երեչո ջան, ոնց եղավ, ինչ եղավ։ Չեմ նկարվել։ Չհասկացա։ Բայց ինչի։ Դե չուզեցի։ Այ քեզ բան։ Դերը լավը չէր։ Սրտովս չէր։ Դե ասա, արա կանչում եք մի կարգին դեր տվեք էլի։ Բա մխո, դու ձեն չհանեցիր։ Դե չէ, ինչ ասի, տեսեք ջան, որ ինքը չուզեց ինձ։ Հա, դե լավ, ոչինչ բալես։ Մի նեղվի, ես հեսա զան կտամ ընկերներից մի հատ կարգին սերիալում, մի հատ գլխավոր դերում քեզ կնկարեն։ Պարտադիր է։ Չէ, պապ, էլ չեմ ուզում։ Մի նեղվի, աղջիկ ջան։ Դրանք որ խաղում են այդ սերիալներում, կարծում ես քեզնից լավն է։ Հեսա պապան սաղին խառնի, ստեղ ընդ է զանգի, այդ հարցը լուծի գցի միան։ Բա ոնց։ Չէ, պապ, իսկականից չեմ ուզում։ Հա։ Լավ, ոնց կասես։ Բայց հենց որ ուզես, անպայման ասա։ Молодец, Абрис. Ես գիտեի, որ դու տեղը ես, հալալ է քեզ, որ տեսնյակին չծակվար։ Չնայած էլի մերն է, հարց չկա, բայց դե գորգրոցի հավեսը չունի, էլի։ Մախոնոց եմ ուզում իրար հետ անկեղծ լինենք։ Ուզում եմ նենց լինի, որ իրար վստահենք։ Ու հետո ես նենց բան չեմ ուզում անեմ, որ դեմ կարա լինի մուքս սկզբունքներին։ Դու կարող է, բայց Անուշիկը կասկածում եմ։ Ու նկարավոտը ինքը եկավ, չէ՞ այդ կինոյի մոմենտով քեզ էլի բզեց տարավ, հա, տենց չի։ Տենց է։ Չգիտեմ։ Իրեն դու գաղջնյակներով անում եք բաներ, որը ձեր համար նորմալ է, բայց մեր տղանյակների համար դա շատ անսովոր է ու անընդունելի, հասկանում ես։ Մախո։ Դու իրոք 2 տարի հետ ես մնացել ես կյանքից օպեր։ Մերակ իմանաս ինչ ա եղել։ Ինչ, հմբոն ինձ հրավիրել է իրացնողների հետ ծանոթանալ։ Դժություն, ուրախ եմ։ Բա երբ է ծանոթացնելու։ Ապելա վաղը։ Լավը, կպսակվես կպրծնենք քեզնից, Անուշիկ ջան։ Ես էլ եմ ահա որ ուրախ, մխոտ ջան։
Ախ խորհուրդը հավաքվի մեր տանը։ Ինչ կա որ ապեր։ Արտելոց դեպքը տեղի ունեցել։ Դու էլ հո լավ գիտես ես ինչ եմ հմբոյի հետ շփվում։ Մեկը ինձ թվում է ինչ էլ անես մխոն քեզ չի խանդելու։ Այդ քեզ թվում է։ Մխոն ինչքան շուտ ինձ առանքնի, այնքան մեր կյանքը ավելի շուտ կհեշտանա։ Ինձ ընդհանրապես մի քանի օր է պետք, որ ինքը դառնա այ այսպես կարքին տղա։ Կտեսնես։ Չգիտեմ։ Ինձ թվում է որ այս պլանը աշխատող չի։ Աշխատողը ոնց աշխատող չի։ Ուղղակի ինձ մի փոքր ժամանակ է պետք։ Հələ հարցը երշիգի ցեղը Վարդանինն է դե եկել է կորցրել։ Աստորան, մենք էլ ենք մազից կախված էլի։ Դեսի մարդ չի դե ինչ է։ Բանակ գալուց առաջ լավ էր, հորս գործերն էլ լավ ընձի մար վեր կթռնայի գիտեի հավախտ պես պիտի եղնի են, տեսար ինչ եղավ։ Հետո ախպեր ամեն գործ ջոր ընձի սազական է։ Էդ հիմա ես տենց ասում։ Մի քիչ ամփող մնաս, ամեն ինչը սազականի տեղ կգնա։ Չէ ախպեր, աստադում բս գործեր կար, ու դիք ինչ սազական չէ, ու ես դիք չեմ անա։ Պետք շնորհակալություն։ Խնդրեմ։ Ախորա։ Չինեմ, ապի մեզ տիրություն անելն է։ Հենց իդպես գործը, պետք ուրիշ գործի մեջ չեմ տեղավորվի ես։ Տիրություն անողների գործերը շուտվանից բաժանը պրծել են։ Գիտեմ, նորմալ մենք մերը պիտի սկսենք։ Ոնց։ Շատ գիտեմ, վարկ պիտի վերցնենք, գործ պիտի սկսենք։ Լավ է։ Չէ, ինչ կեղնի, կարելի է փորձ։ Ստեղ գործ դնել աղջիկ մեծացնելու պես բան է։ Բաղում մեծացնում, փայփայում ես, վերջում է ուրիշն ես տալի։ Ամբողջ բանը նրանումն է, որ հմբուն ուզում է Անուշիկին տանից անոթացնի իր ծնողների հետ։ Հա քեզ ինչ։ Անուշիկն էլ ուրախ է դրա համար։ Հա քեզ ինչ։ Հե, ինչ, ինձ ինչ։ Ես գիտեի, որ մի օր սիրտդ կպնելու է Անուշիկին։ Գժվեր է, խոսելուց առաջ մտածի է իմ սիրտը ոնց կրա դրան կպնի։ Այա, խելքդ գլուխը հավաքի։ Բրձիկ ասում եմ չկա տենց բան ես։ Վախես ես դա արդոտել։ Կամ չես ճոգում, որ հետդ Անուշիկը խաղ անում։ Ամեն ինչ ուզում արածլնի, որ քեզ իրանով անի։ Յոխդ կորցրել ես մախո չեղավ ախպեր։ Վասկցենք վայ։ Յարի թե որ վագարտիները, մի հատ ձեն չանեմ առանց ուֆ ասելու գեսվալ կարեք ինձ յարը։ Մելո, Մել, վեր կաց։ Ինչ ես ուզի։ Վեր կաց բան եմ ասում։ Լեսի գործ եմ ճարել քո համար։ Աղջես քեզ չեմ սեմ գործերից մեջ չխառնվիս։ Գործ պետք է ունենաս, որ չխառնվեմ։ Այ երբ որ ունենաս, չեմ խառնվի։ Լեսի տես ինչ գործ եմ քո համար ճարել։ Այն տելեպուզիկները որ կան, որ հագնում են երեխեքին ուրախացնում։ Գիտես, զանգել եմ ընկերուհուս, ասում է իրանց մոտ մի հատ տեղ կա, ժամը 5000 դրամ։ Եթե օրեկան դու 4 պատվերել ունենաս, պատկերացնես ինչ ընտիր է։ Լսե, մի
Քեզ ելնում ես падերին տամ, հա? Դե պատժելու ուրիշ նոր ձևեր մշակեմ։ Լսի, բայց ինչ վատ գործ է մի հատ կասես։ Ոչ դեմքը տայրևալու, ոչ իմանալու են դու ով ես։ Հագնել ես այդ շորը, գնաս երեխեքին ուրախացնես, փողդ վերցնես, գաս տուն։ Ինչ կպատկերացնես աղջիկ ջան։ Ինձպես տղեն էլ ինձ էլեբուզիկի շոր հագնի, եւ ինձ էլեբուզիկություն են, հա։ Ճիշտ գործերել ես Սուսիկ։ Ասում եմ դեմքդ չի երևալու, չես հասկանում։ Հագնում ես այդ ծիլիպուզիկի շորը, դառնում ես ծիլիպուզիկ, հանում ես, էլի մնում ես մելոն։ Կերպարանափոխվում ես, էլի։ Կարող ես պես մի ադմ քեզ ինպես կերպարանափոխեմ, որ ծերունքի քեզ չճանչեն։ Դե գիտես ինչ։ Առավոտ շուտ արթնացել եմ 1000 տեղ զանգել եմ, որ քո համար գործ ճարեմ, ու դու ինձ սենց պատասխան ես տալիս։ Ով է խնդրե քեզի։ Բա դու տեղից չես շարժվում։ Աղջիկ ջան, քեզի չեմ ասել սոված չես մնա։ Ուրեմն սոված չես մնա, գնա գործերիդ նա, ինչ կուզես բարլսով։ Կյանքը մենակ ուտելով չի մելո։ Ախ, արա, ես ի՞նչ կարագի մեջ եմ, ես խաբար չեմ։ Վեր կաց, հա։ Մի հատ շուտ վեր կաց գնա 1000 տեղ գործ մանարի։ Տեսնեմ քեզ ով է ընդունելու։ Աղջիկ ջան, քեզի տոկի են տվել, չեմ հասկնա, գնա տող կնինք։ Էս ամեն մոտի փողը որ բրծնի։ Ինչ է ալնելու մեր հալը։ Ես չեմ հասկնա։ Դու իմ հետ ես պսակվել ես, որ ինձ առավոտ բարլսով հանես ես գնա աշխատանքի, դե որ սիրուն պատկերովս հիանաս։ Իհարկե որ սիրուն պատկերովը հիանամ։ Դե իացի, վայել է վաղ տնեք ակրած։ Հա, շատ լավ հիանում եմ, բայց դրանից մենք չենք հարստանում։ Այ քորա, ինձպես բանակում հանային քնից ես կելնեի падերին կուտայ։ Ով տարար վաբշայ փիչխա։ Եկել ինձ քնից պես կանե։ Մելո, ես էլ սենց չեմ կարա։ Ես էլ չեմ դիմանում։ Ես պետք է զգամ, որ իմ կողքին մի հատ ամուր հենարան կա։ Միսել էի հենարաննով է։ Ընկոմ կանալը։ Ընկոմ սի։ Բալես, գիտես որ Վարդանի գործերը լավ չեն։ Չէ, հա։ Հա, դա կամած սկում է։ Արա, բայց sense բաների վրա ծիծաղը լավ չի։ Թու արա, չի ծիծաղեցի արա։ Հետվիգել ծիծաղը դա տեսնեք։ Ոնց հետվեք անեմ։ Սիս մի ծիծաղ ու հետվիգել։ Sense Արա, մարդա, բա իհարկե, մի գործերը վատ են, դե ինչ կա որ։ Հա, հետևեք անում։ Հետվեք անեցի։ Միտույթը։ Կարելի է։ Իհարկե, համեցեք դեռ տղաներ չան։ Ես իմ փոխարեն դու ես պատասխանում, հա։ Բայց ինչ եք սենց ուշուշ գալի մեր տուն, տղեկ ջան։ Ախր ես ես շատ եմ կարոտում։ Ինչ մի կարոտելու բան եք որ։ Սուրճ կխմեք, թե էլի թանկարժեք խմիչք ձեզ հյուրասիրեմ։ Լսեք, ես ձեր հավեսը չունեմ։ Մախով։ Էգա։ Նստեք դենամ ինչ է։ Մխո, կարբիտես կլինիկայի համար նասիլ չի կա պետք։ Ուզում ենք ձերեն հմբու հենց քաջիկ ենք ասենք։ Դուլևերը դրանք գործանող չի։ Այդ փողով էլ ոչ մեկ չի համաձայնվում։ Ինչքան ես տեղի որ։ Նվազագույն աշխատավարձի չափով։ Դե դրանց ձեռը գործ չկա, ինձ թվում է կհամաձայնվեն։ Նայեք ապինեք, դուք գիտեք, պրոստե դրանք որ մտան ձեր կլինիկական օրերը սկսելու են։ Ես էլ եմ հետ ասում, էլ ոչ պետք չի գա ձեր մոտ բուժվի։ Ախպեր Դեյանի այդ մեր բժիշկները ես եմ ինչ խաղ չեն է ցույց տա։ Որտեղ իշխան ընկերներ ունենք, ձեր մոտ բժիշկ եք դասավորի աշխատում են։ Մեր սաղ բժիշկներն էլ բժշկականում նստած են ունեցել։ Չգիտեմ ապինեք, դուք նայեք։ Եթե պետք է ես նեղություն կքաշեմ, իմ հեռախոսից կզանգեմ դրանց հետ կխոսեմ։ Հա էլի մեռնեմ ջանիդ։ Ես քո լավության տակից դուրս կգամ։ Քաջիկ, քեզ ու հմբոին վեգալում ես իշնում եք կարբիտից կլինիկար։ Ընդ գործերը վերջացել են, ձեր վրա պետք է փորձարկումներ անեն։ Կգնաք ընդ ամենայն հայոց դոկտոր պրոֆեսոր կարբիտը ձեզ կասի։ Ու արդեն ժամ իրանց հետ կպայմավորվես։ Զգացված եմ, Մախո ջան։ Այս ինչ ամախով։ Քուշուրնը ինձ ես եկի հարցնում։
Էս իմ շորը չի, իմ յուբկեն սենց չի եղել, ինչ ես արել։ Իրեն շուջան, հմի դրա վաղթը չի, ուրիշ բան ենք խոսում, մնա է դուք խոսենք։ Ինչ ես փչացրել իմ յուբկեն մխո։ Ես չեմ փչացրի, ես իմի եմ բերը։ Ու քեզ թվում է ես սենց հակնելու եմ մխո։ Բայց քեզ թվում է նենց պետք է հակնեիր։ Հա բայց ես կարճա որ բռնեք կտորես կարե։ Նորմալ յուբկա է էլի։ Էդ ինչ հետամնդած բաներ ես անում։ Դեք չփլե, ուրեմն սենց ենք պայմանավորվում։ Քանի որ մենք չենք կարող հասնել քո մակարդակին։ Մի քիչ դու բարձեցի հասի մեր մակարդակին, հա, քանի։ Ապա իրեն ինձ քուր ա գալի, չէ՞։ Ու ես թողում եմ որ ինքը կարճ յուբկա հագնի։ Դու էլենցի քուր ես գալի, բայց ես քեզ եմ թողում, սրանից հետո կարճ յուբկա հագնես։ Կլինի մի բան էլի ես ասեմ։ Երկի։ Սրանից հետո դու չմտնես իմ զգեստապահարան։ Իսկ էս ում հակը որ լինում է, թող հակնի։ Պատկերացնում ես ես իրենչոն հակներ։ Ինչ ես ծիծաղացնել տալի մեր քրոջ վրա։ Իմ համար բովանդակությունը ավելի կարևոր է, չփլե։ Դուրդ կգա որ կնիկը ցես բովանդակալից բան հակներ ու գալ մտներ ծոցդ։ Շատ բովանդակալից զրույց կընթանա։ Արա լավ էլի ապե, մենակ խոսում եք, է։ Չփլեի ես ուրիշ բան չեմ ասում, մենակ մի հատ կբացես կկարդաս իմ գրած դիսերտացիան, հետևյալ վերնագրով։ Մենք երկար մազեր ենք պահում, բայց հլը ֆռում նայում ենք կարճ յուբկա հագած աղջիկի հետևից։ Այդ համարոտ վերնագրով իմ դիսերտացիան կարդա, հետո մնացածը կխոսենք։ Գագո, այդ փողը պետք է շուտ տանք ապել։ Այդ մարդը ինձ կարճ ժամանակով է տվել։ Չես կարճ ժամանակով վերցնել։ Երկար ժամանակով վերցներ։ Չգիտես ապել, որ մենք փող չենք ստանում համը։ Դե այդ պահին մենակ այդ մարդն էր տալիս, դրա համար էլ բան չարի։ Արդեն պարտքանի ուրիշի մեքենա սարքի։ Էս ինչ ֆիրմա յարա։ Դե ոչինչ, կարևորը որ մարշրուտիով չենք տանում այդ երշիկները։ Լսում եմ պարոն Արևշեցյան։ Գագաշյան, մի հատ եկեք օֆիս, յոթե հարմարը։ Հարմար է, հեսա կգանք։ Հա, դե սպասում եմ։ Եղավ պարոն Արևշեցյան։ Աշկից փողով է ուզում տա։ Տրամադրությունը լավ է։ Հա, ապեր, ասեց եթե հարմար է եկեք օֆիս։ Ուրեմն փող է ուզում տա։ Եթե գործի պահով կանչեր, կասեր, հələ թափով եկեք օֆիս արա։ Արա ես մերն եմ մեր Արևշեցյանի ջանին, մամո։ Սյուզ ջան, ես ինչ է եղել։ Ես քեզանից նեղացած եմ։ Նեղած է տվել ես աշկիդ։ Ռշտուն, ով է Հասմիկը։ Ո՞ր Հասմիկը։ Ահա դա սուպերմարկետի էլի վայ։ Սուպերմարկետի։ Հա։ Ես շատ իմանամ ով է։ Դու գիտես։ Ինքը ինձ ասաց, որ դու անտարբեր չես ին հանդեպ։ Ես էլ ասի, որ տենց բան չկա, ու սկսեցինք վիճաբանել իրար հետ։ Հա, Սուրճ ջան, մենք ոչ մեկի հանդեպ էլ անտարբեր չենք։ Վարուժ մեզ մենակ թող, հա։ Դու խաղ ես անում ինձ հետ։ Սյուզի ջան, ի՞նչ է կատարում, մի հատ կբացատրես։ Ես արդեն ուզում եմ քեզ մերոնց հետ ծանոթացնեմ, բայց պարզում է, որ քո կողմից լուրջ չի։ Ինչը լուրջ չի։ Ես ընդամենը քեզ բարևելուց ժպտացել եմ, այդքան մի բան։ Այդ սովորական ժպտալ չէր։ Դու նենց էիր խոսում, որ իբր զգացմունքներ ունես իմ հանդեպ։ Եթե ես քո հանդեպ զգացմունքներ ունենայի, դու դրա մասին կիմանայիր։ Էդ եկելի, էլ չեմ ուզում քեզ տեսնեմ։ Երշիկ էլ չես ուզում։ Ես մի խանութի վրա էլ խաչ քաշեցինք։ Հաստատ։ Դա։ Երևեն Հասոն էլ ընդ է գժված։ Դու աշխատի Նատաշայի հետ հարաբերությունները չփչացնես։ Լավ էր էլի։ Զեն չանես, թե ընդ կասեն իրա մարդն եմ։ Արա, ամեն ինչի մասին, որ ընկերոյիդ իմացավ, չէ, ձեռից չես բրծնի։ Կտանից ջանը դեպիլացիա կանի։ Դու լավ քշի է։
Առաջ եկեք, տղեկ ջան, առաջ եկեք։ Յա, տղեկ ջան, էսը չեք սենց ուրախ։ Այսօր գործերը շատ լավ են գնում, պարոն Արևշատյան։ Յա դեր ցավը դեմ, պիտի ամեն օր այսպես լավ գնա։ Դե առաջ եկեք, նստեք լտենեք լե ինչ կա, ինչ չկա, ոնց եք, ոնց եք, ձեր կյանքին մերնեմ։ Սուրճ կուզեք, թե ինչ կուզեք, հա, ձեր ցավը տանը։ Ես թե։ Հա մերնեմ ջանի։ Դե անցնենք մի անգամից գործի, հետո թե սուրճ բակ կազմակերպեմ, էլի։ Ուրեմն տղեկ ջան, գիտեք, որ այսօր նոր տարի է մոտենում ու նոր տարուն ինչն է շատ լավ ծախվում։ Երշիկը։ Ապրեք։ Ուրեմն երշիկը միանշանակ աշուն ձմեր, էտա ծախվեց։ Ուրեմն հիմա ինչա կատարվում։ Ուրեմն պիտի ակցիա մտածենք, որ մեր երշիկը շատ արագ ու շատ թափով մի խոսքով բանով ռազմախով ծախվի, էլի։ Հասկացաք։ Հա, բայց պարոն Արևշատյան, դրանով չպետք է զբաղվի ձեր մարքեթինգի բաժինը։ Արա գագիկ։ Մարքեթինգի բաժինը ինչի նոր են փակել, կողպեկներ վրան դրել։ Արա գալիս նստում են, սուրճ, դե բան, հետո գրում են ավսովերշում գալիս են ինձ շատ փող են ստանում։ Իա։ Բա դա ձև է, բա դա շնորհք է։ Մի խոսքով հիմա ինձ մի բան ասեք։ Ավելի ճիշտ հիմա չէ։ Գնացեք տուն, երկու ընկեր գլուխ գլխի կտակ։ Արա, ուժեղ չտա գլուխը կարողա ծավա։ Ասեմ, ուրեմն կգնաք տուն, կմոգոնեք մի բան էլի, այդ տարբերակներ ակցիայի հաշվով էլի, երկու ընկեր։ Ու առավոտը մարդը 3 տարբերակով գաք գործի։ Եղավ ձեր ցավը տանեմ։ Դե մի արխային գնացեք։ Տղեկ, ասեմ, դե մի արխային գնացեք։ Այդտեղ վերկացեք, արխային գնացեք։ Իա։ Հա, մի բան էլ ասեմ, ականջներիդ լավ օղարեք։ Եթե աշխատող տարբերակ առաջարկեցիք, չէ, որ իմացեք ամսվա վերջում պրեմիա եք ստանալ։ Եղավ։ Դե մի արագ գնացեք, քանի մեքենայի մեջ երշիկը չի փչացել, այդտեղ է։ Գնացեք։ Դե գնացեք ձեր ցավը տանեմ։ Թակեք։ Տղեկ ձեր գործը պատգարակ տեղափոխելն է։ Հիվանդ կա, ասենք ուզում է, որ իրան դանդաղ տեղափոխես պալատ։ Հիվանդ կա, ուզում է, որ արագ տեղափոխես պալատ։ Նրբություններ կա, էլի։ Հիվանդ կա, պտի դանդաղ տեղափոխես, որ չարտնանա, հիվանդ կա, պտի արագ տեղափոխես, որ չքնի։ Հա, ու ամենակարևորը, պետք է հիվանդին պատգարակից չգցեք։ Պատգարակը ձեր իմացած նասինկեն է, էլի, պարզա։ Հա, ես լրիվ հասկացա։ Հապեր, բացենք, աշխատավարձը ինչքան է, որ։ Նախ ես պետք է տենամ, որ դուք կարում եք աշխատեք, հենց տեսա դուք կվարձատրվեք ՀՀՆՎ աշխատավարձի չափով։ ՆՎ որն է, ապեր։ ՆՎ չէ, նվազագույն։ Այսինքն ՆՎ։ Սուքիասյանի պացիենտն է եկել, բայց ինքը այստեղ չի որ նայի, ասեմ սպասի։ Որ մեկը։ Էն որ կուրծքը մեծացրել էր։ Հա, եթե տենց է, ասա թող սպասի, ես սա պատրաստվում եմ հետվիրահատական բուժզննում անցկացնեմ, չեմ ուզում անիմաստ սպասացնել։ Ալեր։ Չպլե արիստեղ։ Բուժզնման։ Հա։ 5 րոպեից տեմ։ Դե դուք անցեք ձեր գործին։ Ստեղա պացիենտը։ Հա։ Բարև ձեզ։ Ձեզ։ Սուքիասյանը հիմա վիրահատությանը խնդրել է, որ ես ձեզ նայեմ։ Գոտկատեղից վերև հանեք, հա, խնդրում եմ։
Ախպեր մեզ անակը կար մեջի վայ։ Վայ, Վարուժ ջան, մենք ով այդ բանի համար չենք նկարի ձեզ։ Հեչ մե բանը մզի չսես։ Եթե ուզում ես էլ ընդհանրապես այս հարցով բան չասեմ, ուրեմն ես կգնամ։ Շուտ վրիեր տայր։ Նոր Անուշի կզանգեց։ Ասма ճանապարհին է մնացել, մեքենայում էլ բենզին չկա։ Չի կարա տեսների մոտ բարձրաձայնեցիր։ Չէր կարա իսկ ինչիր միանի վրա ցածրաձայնիր։ Ես քեզ ասում եմ, ինքդ գնա Անուշիկի հետևից, դու ընկերներիդ ես ուղարկում, հա։ Մեկը վերջում ինքն է գալու։ Օրեկան 1000 դրամից ավել ես քեզ փող չեմ տա։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։